Մանուկյանը հայոց պետականության հիմնադիրներից է։ Մարտով առաջին հանրապետության դժվարին օրերին կարողացավ առաջնորդել հայ ժողովրդին։ 2018 թվականի հուլիսի 17-ին հայ Երևանում քանդակվեց իր արձանը քանդակագործ Դավիթ Մինասյանի շնորհիվ։ Այժմ մենք գտնվում ենք Երևանի սրտում, Հանրապետության հրապարակում, որտեղ էլ որ գտնվում է Արամ Մանուկյանի արձանը։ Այստեղ Արամի փողոցում գտնվող այս տանն էլ նա ապրել է 1917-ից 1919 թվականներին։ Այս շենքը կառուցվել է 1906 թվականին ճարտարապետ Բորիս Բեհրեկանի կողմից, սակայն պատկանել է քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալաթարյանի։ Հենց այս տանն են ծնվել այն գաղափարները, որոնք ձևավորեցին անկախ Հայաստանը։ Արամ Մանուկյանի արձանը եւ այս տունը միասին պատմում են նույն պատմությունը։ Պետականություն ստեղծել նշանակում է հավատալ ժողովրդին եւ ապագային։ Նրա ուղին մեզ սովորեցնում է, որ նույնիսկ ամենադժվարին պահերին կարելի է կերտել հայրենին։ Տարիների ընթացքում տունը վնասվել է, համարվել վթարային, բայց եւ այնպես գրանցվել է հին Երևանի ծրագրում։ Վերականգնման նախաձեռնագիրը նպատակ ուներ փրկելու այդ պատմական շենքը, որպեսզի այն մնա ոչ միայն որպես հիշատակ, այլ նաև ապրելու արժեք ունենա մեր քաղաքում։ Այս տունը այսօր ընդգրկված է հին Երևան ծրագրում, որը սպասում է իր վերածնությանը։ Արամ Մանուկյանի հիշատակը մեզ սովորեցնում է ապագան կառուցել հավատքով եւ գիտելիքով։ Նախագծի շրջանակներում ստացել են տարբեր պրոդուկտներ։ Առաջինը պետականության ծառը, սովորը ստեղծագործական մոդել է, վերարմատները խորհրդանշում են մեր պատմական անցյալը, ճյուղերը խորհրդանշում են Արամ Մանուկյանի գործունեությունը տարբեր քաղաքներում, Երևանում, Թիֆլիսում, Վանում, իսկ տերևները խորհրդանշում են նրա գաղափարի շարունակությունը։ Այժմ այս ծառը պատկերավոր ծրով ներկայացնում է, թե ինչպես են աճում եւ արտադրում պետական գաղափարը։ Պրոդուկտը դա Արամ Մանուկյանի անձնագիրն է, որը ստեղծվել է պատմատեխնիկական նպատակով։ Այն ներկայացնում է նրա կյանքի կարևոր դրվագները, ծննդից մինչև պետական գործի ձևավորումը, ինչպես նաև ներկայացնում նրա անձնական արժանինքներն ու որակները։ Այս անձնագիրը հնարավորություն է տալիս աշակերտներին մոտիկից ուսումնասիրել Արամ Մանուկյանին եւ ճանաչել նրա որպես իրական մարդ եւ առաջնորդ։ Այս բոլոր պրոդուկտները միասին արտահայտում են ուսումնասիրության գաղափարը։ Արամ Մանուկյանի ուղին ոչ միայն պետական հիշողություն, այլև կենդանի ուղերձ, որ մեր սերունդը դառնա ավելի մտածող եւ պետականապես ավելի հարուստ ժողովուրդ։ Երրորդը պաստառը ներկայացնում է Արամ Մանուկյանի կյանքի եւ գործունեության քարտեզը, կարևոր վայրերով, տարեթվերով եւ լուսանկարներով։ Այն օգնում է տեսողականորեն ընկալել նրանց ուղին եւ հասկանալ, թե ինչպես է մեկ մարդու ջանքերից ծնվել անկախ պետականություն։ Ուսումնասիրության ընթացքում մենք փորձել ենք ոչ միայն տեսականորեն ներկայացնել Արամ Մանուկյանի պետականագործները, այլ նաև ստեղծագործել լրագրել նրա թողած ժառանգությունը։ Աշխատանքի արդյունքում ստացվել է մի շարք հետաքրքիր եւ բովանդակալից պրոդուկտներ, որոնք խորհրդանշում են հայոց պետականության գաղափարը։ Արամ Մանուկյանի գործողությունները կարևոր դեր ունեն այսօր։ Նա մեզ հիշեցնում է պետականության արժեքները եւ պատասխանատվություն հայրենիքի նկատմամբ։ Նա ապացուցեց, որ նույնիսկ ամենաբավ պայմաններում կարելի է ստեղծել հայրենիք, եթե կա հավատ, կազմակերպվածություն եւ դերակատարություն։ Այժմ Հայաստանը կանգնած է բազմաթիվ լեզվի եւ հարթակի մարտահրավերների առաջ։ Արամ Մանուկյանի այս օրինակ օգնում է դիտակցել, որ պետականությունը միայն կառավարություն չէ, այլ ժողովրդի կամքի եւ միասնության արժեք։ Նրա վարքագիծը, ազնվությունը եւ նվիրվածությունը դառնում են առաջնորդության այն չափանիշները, որոնք ժամանակից դուրս են։